մեր ժամանակների հերոսը 2025 գլխավոր մրցանակը ստանում է Ավետիք Գրիգորյանը, աստղադգետ, բազում տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիր քաղաք Երևան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանն անձամբ է հայտարարում մեր ժամանակների հերոսը 2025 թվականի մրցանակաբաշխության հաղթողի անունը։ Մինչև գլխավոր մրցանակի հանձնումը վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ մեր ժամանակների հերոսը ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը ցույց է տալիս նաև մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այն մտքի վրա և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված, որովհետև ընդհանուր առմամբ խնդիրների լուծման և պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում և երբեմն ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու, որովհետև իհարկե այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործադիր իշխանությունը, այն, ինչ անում է դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, իհարկե շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, մնացած պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն ամեն անհատ ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն և այսպես շարունակ։ Եվ նաև էս է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և անհատի կարողության վրա։ Վարչապետն ընդգծել է, որ այսօր կան հազարավոր մարդիկ և դահլիճում ներկա մրցանակաբաշխության բոլոր թեկնածուներն էլ արժանի են մեր ժամանակների հերոսը մրցանակը ստանալուն։ Նրանց թվում կան կայացած բիզնեսներ, ընկերություններ, որոնք տպավորիչ ճանապարհ են անցել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Եվ ես ուզում եմ մի այսպիսի շատ կարևոր նրբության վրա մեր ուշադրությունը հրավիրել։ Շատ կարևոր է, որ կրթությունը նաև Հայաստանի Հանրապետությունում որոշակի տնտեսականացվում է։ Կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ Եվ սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում կրթության ոլորտում ծառայությունների համար, և մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայությունների հայտ գալ, որովհետև ուսուցիչը այո կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունը ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով և դրանով շատ մեծ տնտեսական էֆեկտ ստեղծել։ Վարչապետի խոսքով ուղղակի պետք է պարզել ձեռքը և բաց լինել կրթության և նոր մտքերի համար։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն։ Շատ կարևոր է, որ կան անհատներ Հայաստանի Հանրապետությունում, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե թե ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե թե այն տրամաբանությամբ, որ այդ մտածողությունը այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածը գուցե նաև ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, այդ գործը և մասնավորապես մեր այսօրվա մրցանակակիրը այդ գործը անում է անխոնջ, նախ որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը հավատում է այդ գործին, և այդ սիրով ու հավատով և այդ գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ և ոգևորությամբ ոգևորում է նաև ուրիշներին։
Այնուհետև վարչապետը գլխավոր մրցանակն է հանձնել բազում տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր աստղագետ Ավետիք Գրիգորյանին։ Մեր ժամանակների հերոսը 2025 թվականի մրցանակակիրը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության նախաձեռնողներին։ Շատ հաճելի է, երբ որ այսքան բարձր մակարդակով գնահատանքի են արժանանում մարդիկ, ովքեր երկար տարիներ իրենց համար ջանքերով, գլուխները կախ, առանց գովազդի, առանց ակնկալիքի, իրենց գործն են առաջ տանում, իրենց խաչն են տանում և փորձում են լուծել երկրի համար կարևոր խնդիրներ։ Իր խոսքում մրցանակակիրն ընդգծել է, տարիների ընթացքում իր շուրջ ձևավորվել է համախոհների իրական բանակ, նախկին աշակերտներից ու ուսանողներից, որոնք այսօր արդեն ինքնուրույն առաջ են տանում նույն առաքելությունը։ Մասնավորապես այդ բանակի շնորհիվ եղավ, որ երկրի համար տեղի ունեցավ պատմական քայլ, առաջին հայրենական արբանյակի ստեղծումը, որը արձակվելուց հետո բարեհաջող գործեց, երկրաշուրջ ուղղեցրում և կատարեց իր առաքելությունը։ Հետևաբար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աշակերտներին, իմ բոլոր տարիների սաներին, համախոհներին, կամավորներին, գործընկերներին, ովքեր իրականություն դարձրեցին այդ հաջողությունը և այստեղից եզրակացություն եմ անում, որ երբեք մեծ երազանքը մեկ օրով և մեկ անձով չի իրագործվում, հարկավոր են երկար տարիների համառ ջանքեր ու հավատ, համբերություն և մարտունակ նվիրյալների բանակ։ Միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվել վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող մեր ժամանակների հերոսը հաղորդման 13 մասնակիցներին։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։